Ալա, քո տեղն է։ Սոսը լկամնի։ Բարեն ջան։ Ես ինչ գործուն ես, բալես, ես ինչ ա եղել։ Նորմալ պապ ջան, զրամասից եմ իջել կամանձերի հրամանով, ավտոն էր փչացել։ Որ շատ չսպասեմ 162 կհասցնեք։ Բա ոնց չենք հասցնի, նստի բալես, նստի ցավդ տանը։ Մարտի 11-ին ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկված դիվերսիոն գործողությունների արդյունքում Սովորեն Հայաստանի Հանրապետության զինծառայողներ Հայր եւ որդի Մամիկոն եւ Սամվել Մուրադյանները եւ Ֆորեն Մարտիրոսյանը։ Նոր Նորքի բարձունքում գտնվող եկեղեցում տրված պատարակից հետո Պատվո պահակային վաշտը զինվորական կարգի համաձայն աճումները դուրս բերեց եկեղեցուց։ Հարյուրավոր քաղաքացիներ եւ զինվորականներ հրաժեշտ տվեցին նրանց։ Լեռնային Ղարաբաղի դրոշներով պատված աճումները տեղափոխեցին Եռաբլուր զինվորական բանտերում։ Մամ, ես ինձ պապանակնացնելու։ Բայց նա ոչ մի հեքիաթ չգիտի։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտող։ Պապանենկա չգիտի, հա։ Այսօր մեր տաղավարությունը կալել ենք հայտնի գործարար Լևոն Ամարյանի եւ որդու հետ միասին։ Շատ ուրախ ենք եւ շնորհակալություն։ Շնորհակալություն, մամ։ Եվ այսպեսով կցանկանա հաղել պարոն Ամարյանին իր առաջին հարցը։ Արմեն, դու։ Պարոն Ամարյան, դուք քանի կլինիկա ունեք։ Դա բաց տեղեկատվություն։ Մոտավոր 30։ Իսկ եթե կոնկրետ 34։ Պարոն Ամարյան, դուք հաճախ այցի եք գնում զոհված վիրավորված զինվորների ընտանիքներին։ Դա PR է։ Ոչ։ Միգուցե դուք որոշել եք պատգամավոր դառնալ։ Ասում են, թե դուք պատրաստում եք ձեր որդուն ուղարկել բանակ ծառայելու։ Դուք նրա կարիերան եք դասավորում, գուցե ուզում եք Տիգրան ապագայում նախագահ դառնալ։ Ինչու եք շփվում Տիկին Ամարյան։ Ճիշտն ասած, ես Տեր Զաքարյանն եմ։ Ներեցեք, չգիտեի։ Դուք ծնողի այդ երազանքի մեջ ինչ-որ անբարոյական բան եք տեսնում Տիկին Կետիկյան։ Ո դուք իմ ազգանում եք։ Ձևացես տեքենից։ Ներողի ցանցրացի։ Ես հանդիպումների նախապատրաստելու սովորություն ունեմ։ Աննա, բաց այդ ցույց մի դուրս դուրս մեկն գլխավորը։ Տիկին Տեր Զաքարյան, իսկ երկար տարիներով ապրելով Մոսկվայում, Ռուսաստանում, արդյոք այսօր հեշտ եք կարողանում հարմարվել Հայաստանի պայմաններին, ադապտացվել Երևանում։ Ադապտացվելու հարց ընդհանրապես չկա, որովհետև նախ եւ առաջ այնպես չի, որ Ռուսաստանում եմ ծնվել մեծացել, բավական հասուն տարիքում եմ եկել։ Մաման եկավ մոտս։ Ինձ միջնորդին որոշ տղային սալման չտա։ Ինձ դա չարեցի։ Ուզում ես լացը։ Это важно. Խոստովանեք, որ ադրենալինի պակաս ունեք։ Քանի դեռ ինձ ձեր տեղակալ չեն նշանակել մի թռեք։ Մի բան կկոտրեք, սպեցնազն անտեր կմնա։ Ճիշտ բանը դու էլ թռնեիր։ Չէ, ես կոմֆորտ եմ նախընտրում։ Սիրուն նիհար աղջիկներ, տական կողին ու մինչև հրաման չստանում չեմ թռել։ Որ ասում եմ լեզու թշնամիտ է։ Հրամանը ստացար։
Մամջան, ես կլինիկաները վաճառում եմ միայն մի նպատակ, որ երկու քաղաքի միջև քեզ չլինեն։ Դուք Մոսկվայում էլ անելիք չունեք։ Հա, հենց այդպես։ Ինչի համար եմ սարքել ես տունը, որ միասին ապրենք։ Շատ մեծ գեղեցիկ տուն է, հենց էլ պապային ասա։ Համբուրում եմ։ Բարև ձեզ Լևոն Ալբերտովիչ։ Բայց ես չի ծխում։ Դու որպես իմ Հայաստանի Վիկիպեդիա ավելի լավ ուրիշ բան ասա։ Մինչև ես վերջնական ինտեգրացիա հայկական տղամարդկանց համակարգ։ Էլի սաունային կան, չէ։ Չէ, ռեստորան։ Տոմ, Ռուսաստանում կա երկու ֆորմատ։ Կանանց հետ ու հասկացար։ Հա։ Ինձ ասեցին միջանկյալ ֆորմատը ո՞րն է։ Վայ։ Պատրուշկանը։ Այսինքն։ Նայեք Լևոն Ալբերտովիչ, Հայաստանում կանանց եւ մարմնավաճառների միջև, այսինքն կանանց եւ Հասկացա։ զերի միջև կա նաեւ միջանկյալ ֆորմատ։ Ես կասեի նույնիսկ ոսկե միջանկյալ ֆորմատ, պատրուշկաների։ Բարձա։ Այն ոնց է որ ասում եք Տոմ կոֆեն դեպի դառը։ Տենց էլ է։ Լավ շնորհակալություն։ Տենց էլ է միջանկյալ ֆորմատը կարա լինի դեպի կին եւ դեպի Տոմա։ դառը։ Սուրճի դառն եք, չէ՞ խմի։ Էդ է ասում էլի, հա։ Աժան։ Ծնունդդ շնորհավոր։ Շնորհակալ եմ։ Ես էլ իմ նվերը։ Հա։ Խնդրեմ, շնորհավոր։ Պրյամը iz Միլանը ես եմ պատվիրել։ Ճիշտ ասում։ Շնորհակալ եմ։ Զալատայ։ Լավ ցնդել ես։ Ինչքան ես տվել սրա համար։ Ծնունդդ շնորհավոր։ Խնդրեմ։ Մերսի։ Տոմ այն հարցով զբաղվում ես։ Հա, Աշոտի իմ ընկերն ազատ խոսիր։ բարձեցի ամեն ինչ, Համբարձումյանի տղան ընկերուհի չունի։ Բայց Լևոն Ալբերտովիչ, շատ եմ խնդրում, գոնե այդ աղջկա նկարը ցույց կտաք։ Բայց ես քեզ ցույց եմ տվել։ Բայց ոչինչ, որ դա նրա մոր ֆոտոն է։ Իսկ քեզ համար երեք չի, որ իմ լավագույն ընկերոջ աղջիկն է։ Ինչ շատ էլ է, ուղղակի պոտենցիալ կիսուրը ուզում է անպայման ծանոթանա ապրանքի հետ։ Ինչ ապրանք։ Ոյ, կներեք, պարոն Ամարյան, ի նկատի ունեի հարսնացույն։ Տոմա։ Всё։ Ահա։ Սա էդոնա, ընկերս։ Այս նրա կինն է Ժակլինը։ Լեու Իռլանդացու խառնուրդ։ Գեղեցկուհի է։ Դե parchi ես երկուսից ինչ աղջիկ կլինի։ Իսկ սա Ինչ լավն է։ նրանց տղան է Լևոնը։ Հա տղա է։ Մի պատին են անում դրան։ Ես ներողություն եմ խնդրում, որ ձեզ ընդհատում եմ, բայց շտապում եմ։ Հիմա դուրս գանք։ Այս թող մնա, հետո կվերցնեմ։ Ոչ մի խնդիր։ Տոմչկա, մի շաբաթից այդ աղջկա կնքայել պետք է դառնա։ Որը խոստացել եմ, որ մի կարգին տղայի հետ կծանոթացնեմ։ Հայ։ Հայ։ Տղա։ Տղան մեր ես կամ ուսնանայի։ Բարեգորիջան, այդ տարներս։ Բարև ձեզ։ Արի ներս, Աթենիկ ջան։ Տիկին Աննա շնորհակալ։ Ուղղակի Աննա։ Ես ինքին կլինեմ։ Լավ, բոր ջան։ Ու մի լարվի։ Կտեսնես, որ ամեն ինչ լավ է լինելու։ Արի։ Զենքի գնորդուն է։ Ստրելա, մեծ քանակությամբ։ Գործարքից ամեն մեկից կմնա $750,000։ Լավ, եթե միլիոն ու կեսը քո մեջ ոչ մի էմոցիա չի արթնացնում, ուզում ես ընկերությունից խոսում։ 25 տարեկան է դերասանուհի, գիտես ոնց է։ Գնորդն ով է։ Ապրանքը Սիրիա է գնալու։ Քեզ համար ի՞նչ տարբերություն։ Տարբերություն միշտ էլ կա։ Լավ։ Եթե ինչ-որ հայրենասիրական նոտա է պակասում, ասեն, որ հասցեատերերը հայեր են։ Ինչից ես նեղվում։ Ղարաբաղի կռվի ժամանակ ես Ռուսաստանից դեղորայք էի ուղարկում։ Այդ բարոյական քայլ էր։ Հետո ավտոմատ, զրի։ Այդ էլ կռվի մասնակցելու իմ ձևն էր։ Ես ինձ հերոս էի զգում։ Եվ բայց դրանից հետո մենք ինքան զենք ենք ծախել։ Ճիշտ է, դա մեզ չի հերոսացրել, բայց լավ հարստացել ենք, որը նույնքան հաճելի է։ Դե, դու չես հասկանում։ Բայց եթե ուզում ես սուր դառնաս, աստիճանաբար արա, որ վարժվեմ դրան։ Կատարելությանը միանգամից չեն հասնում։ Այ սիրում եմ այս ժպիտը։ Դրանից փողի հոտ է գալիս։
Լիո։ Ողջույն։ Ցավոք տանեմ։ Ինչ է դա։ Լյով։ Դուր ճամփու կտպանում։ Հայես, էդ։ Աննա ջան։ Գոջոն։ Սիրուն ես, ես չես մայցանում, հա։ Տիկոնը։ Նա չէ։ Ահա։ Բարև ձեզ, Էդուարդ։ Բարև։ Բարի գալուստ։ Մեզ տղայից դա։ Այ, Լիզն աղջիկս։ nice to meet you։ Ես էլ եմ ոնջա։ Նստի էդ ջան։ Դու հայերեն գիտես։ Իսկապես։ Հիմա չինարեն եմ խոսում։ Լիզ։ That he feels that girls with this kind of hair have no right to speak Armenian. Բալիս ուղղակի զարմանում ա, որ առանց ակցենտ ես խոսում։ Դիակս Բանգլադեշից էր։ Դայակդ, Լիզ ջան, դայակդ։ Շուր դիակս։ Չոքեց դուրս են եսումից առեմուրս հարանքես պայծար արեմ ջերմագեսիր մասեր կուսեմ են ինչ սեդոր տամ կես Լով ջան, տեսնում ես, որ բարերը իրականություն դառնալու սովորություն ունեն։ Մեռնում եմ։ Էդ եմ ասում էլի, լավ 15 անգամ մեռնեմ սրտիդ։ Հետո ուղիղ մի ժամ մեռնում էիր բոլորի սրտերին, թոքերին ու մասնավորապես Լիզի մանուշակագույն մազերին։ Ասել եմ։ Հա։ Ձի։ Լսի լով, բայց որ քաղաքականությունից խոսք գնաց։ Անկախ նրանից, թե դու ինչ հայացք ունես Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, քո շուրթերից հնչած մեռնեմ Անգելա Մերկելի պուպուլին արտահայտությունը շատ գրավիչ էր հնչում։ Պարոն Ամարյան, սա իմ գինը։ Կլինիկաները ավելի թանկ արժեն։ Կասկածում եմ, որ կգտնվի մեկ, ով նույնքան կվճարի։ Բարի։ Ես ուրիշ կնորդ կգտնեմ։ Լավ։ Ինձ 2 օր ժամանակ տվեք, հա։ Ներին բոլորի հետ էլ ես ու գտնում։ Լավ աղջիկ ասա Թենիկը։ Իրան պետք էր գյուղից կտրվել ճիշտ որոշում։ Իրան պետք էր գյուղից կտրվել ճիշտ որոշում կայացնելու համար։ Ես նրա համար աշխատանք օրինեցի։ Ես նրա համար աշխատանք օրինեցի, Լևն էլ աշխատավարձ։ Իսկ Արմանը ոնց է, ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Սոֆիա, ատում ես ինձ։ Ես սիրել եմ Տիգրանին։ Այսքան տարի անց ինքը մնացել է իմ կյանքում որպես մի շատ կարևոր ու սիրուն իմաստ։ Լյովի հետ ամուսնանալուց ես ուրախանում էի, որ ցավ եմ պատճառում եղբորդ։ Գիտեմ, դու մտածում ես, որ Տիգրանը գնաց պատերազմ ու զոհվեց իմ պատճառով։ Ճիշտ ես։ Քսանչորս տարի անցել։ Ես իրոք ուզում եմ ընկերանալ քեզ հետ։ Բայց եթե դա միայն իմ ցանկությունն է։
Մալադետ։ Ջուրը նոր ենք փոխել Լիզ ջան։ Համոզված ես գույն չի տա որ գցվես։ Սրա մաքրելը պրոբլեմա։ Կատակ եմ անում մի նեղացի։ Вот как говорят евреи, все жалуются на отсутствие денег. Ոնց է ջան։ На отсутствие ума? Никто. Ты хватит купить с моей клиники. Я тебя правильно понял? Девушка, я куплю хоть сломанную каталку твоей больницы. Но задешево. Но это мой принцип. Ладно, я услышал твою цену. Обнимаю. Пока. Пока. Մամոն դրեկից էր։ Սաթենիկի ու Կարենի հարսանեկի լավ կեֆ արեցինք։ Շնորհակալ որ օգնեցիք։ Արման, դիկոս Հայաստանի քաղաքացիությունը անցնում էր։ Ու հիմա պիտի գնամ բանակ։ Այդ հարցով զինգոմի տեղեքի հետ է պետք խոսել։ Բայց հիմա բանակից ազատել անուն արելով։ Շատ կարնան օգնեն ջոր հարմար տեղ գցեն։ Երևանի մեջ, բայց ազատել անուն է։ Ու անկեց ասած չի ուզի այդ հարցով ինչ ունենք դիմել։ Ինչի։ Ռեպուտացիայի հարցը։ Չէ, դու ճիշտ չհասկացար Արման։ Դիկոն ուզում է քո մոտ ծառայի։ Ինչ։ Հա, այսպես նազու։ Երութը շատ եք բայիկն է։ Մորաց։ Ես դեռ խոստացել եմ Արման։ Դիկո սովոր չի։ Կոտրվի։ Չի կոտրվի։ Ես ու Աննան ձեր մասին շատ ենք պատմել։ Լավ, դուք խոսենք։ Լավ եղավ, որ բոլորով հավաքվեցինք։ Սաթենիկի հետ ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, որ։ Անջան, երբ նրան տուն բերեցիր, ես քեզ հարցը չտվեցի։ Հիմա չէ։ Լավ։ Դե մի նեղացի։ Սաթենիկը հղի է։ Ու դրա մասին դեռ ոչ մեկ չգիտի։ Որոշել է աբորտ անի, բայց եթե գյուղում իմանան, հաստատ թույլ չեն տա։ Ճիշտ էր կանոն։ 19 տարեկան այրի բալիկով։ Շուտ չի։ Հա, բայց Լավ, դու գիտես, որ նա իր համար ճիշտ է։ Ես էլ։ Ոնց ես։ Լավ է։ Այդ ուտելու համար է։ Լևոնը Տիգրանին ուզում է բանակ ուղարկի։ Իմ մոտ։ Բաժակները լցրեք։ Ապրեստղես։ Խնդրեմ։ Երբ պատերազմից են խոսում, ճիշտ ասած ես մի տեսակ նեղվում եմ։ Դե ես չեմ կրվել Արմենի ու Դիկոյի պես։ Ոչ էլ Լյով ջան, քո պես դեղորայք եմ ուղարկել Մոսկվա։ Էլի սկսեցիր։ Խոսել ուրիշ բան չունես։ Լիզ, ես ոչ են տեղն է, ոչ էլ են թեման, որ դու խառնվես։ Okay, լռում եմ։ Շնորհակալություն։ I hate it. Լիզ։ Stop trying to justify why you never fought in that fucking war. Հա, արդեն զզվել եմ, որ papan անդադ արդարանում է։ Լիզ, դու չես հասկանում։ Դուք զինվորական եք, չէ՞։ Կռվել եք, չէ՞։ Հա։ Իսկ իմ papan նկարիչ է ու ապրում էր Ամերիկայում։ Պարտավոր էր անպայման կռվել։ Ես բաց չասես, որ պարտավոր էր։ Հա, բայց բոլորդ մեղադրում եք իրան։ Չէ։ Ստում եք։ Վերջ տուր, Լիզ։ Ձեզ համար մարդիկ երկու տեսակի են բաժանվում։ Լավերը կռվել են, վատերը ոչ։ Լավն ու վատերը։ Իներպություն կա Լիզ։ Ինչ ներբություն։ Ես չգիտեմ որ նա լավը, որը վատը։ Կանք 5 տարուց բաղկացած չի։ Կբացատրեք։ Արման նույնիսկ ես չի հասկացա։ Եթե 5 տարի հերոսս եղել, հաջորդ 20 տարի տականք։ Դեպքում ո՞վ ես դու։ Ամեն դեպքում հայրենասիրությունը կարևոր է։ Որն է քո համար հայրենասիրությունն է հիմար։ Օրինակ, որ ես ստացել եմ հայկական անձնագիր ու գնալու եմ ծառայելու։ Հա, ճիշտ ես ասում։ Երեք ինձ ցույց տվեցին տենց մի հայրենասերի ձեր շրջապատից։ Ծառայումած սպիտակ ջիպով քաղաքի կենտրոնում։ Ոգևորվել է։ Դուք տենց հատուկ զորքեր ունեք, չէ՞։ Շատ յուրահատուկ երկիր ունեք։ Ունենք։ Երիքա էլի ամերիկացի ձևանաս։ Ես չեմ ձևանում, ես իսկապես ամերիկացի եմ, այ ապուշ։ Դե բավական է ասում եմ։ Լսել եմ ձեր լոսի մասին։ Հա, որ մեծ գեղա, չէ՞, ճիշտ հասկացա, եթե իր ուզում ասեիր։ Գիտեք ձեր խնդրումը որն է։ Որն է։ Որ գեղը դուք եք։ Գեղը ձեր ուղեղների մեջ է։ Գեղական գիտություն, գեղական բժշկություն, գեղական կինո ձեր գեղցի աստղերով։ Իսկ դուք ընդհանրապես գիտեք, որ 100 մայլ ենք Հայաստանը ավարտվում, ու մի ամբողջ աշխարհ կա։
Սոֆի։ 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 Լևոնը ինձ $10,000 տվեց։ Ես էլ վերցրի։ Ու մեղավորը դու ես։ Որտեղ ես շատ եմ սիրում։ Որտեղ դու արժան ես, որ ամուսի $10,000 մնա։ $5,000 վրի ու չենք հասնի։ Սոֆի, լսի։ Արիկը երկու ամիսա ուղարկի տոկոսները չպակել։ Ուզում եմ մեքենան ծախի։ Մի քիչ օգնեմ։ Բայց քեզ $1,000 կտամ, ինչ ուզում սրա։ Դուրնացեց։ Լիս։ Մերին սա կորցրել եմ, մտածեցի կտխրի։ Այլիշ շատ շնորհակալություն։ Մերին մկնացա, բայց գիտես դու մեծ կանդարս փակեցիր։ Երբեմն ուզում եմ ինչ-որ մեկի հետ կիսվել, բայց ինձ հասկացողները քիչ են։ Միայն 9 տարեկան աղջիկ ես։ Մի հիմար զինվորական։ Իմ boyfriend-ը դժբախտ պատահարից հետո իր կյանքում չէր կարող քայլել։ Ծնողներս, ընկերներս բոլորը ասում էին, որ թողե իրան, բայց ես շարունակում էի իր հետ մնալ ու խնամեի։ Բայց մի տարուց հետո էլ չդիմացա։ Ինքը կոտրվեց, ես էլ լքեցի իրան։ Հիմա ես տականք եմ։ Չէ։ Կյանքն է։ Դե չակատագին է։ Եթե դու նրա կարիքը զգում ես, բոլորին գրողից օձ ուղարկի ու մնա նրա հետ։ Իսկ եթե խղճարություն ես զգում, ավելի լավ է թողնես։ Դեռ էլի կսիրես։ Ասա նարե, պետնական չէ։ Ստեղ ես։ Ոստեղ։ Այդ դու սպասի։ Տանտիրոջն ասեք, որ իրենց պահակը բացարձակ անօգտակար է թե բնությանը, թե գիտությանը ու հատկապես իր ղեկավարներին։ Պահակին ինչ ես արել։ Ոչ մի բան, նա ուղղակի քնած էր։ Նարեկ։ Պարոն գնդապետ, ազնիվոց նրա վնաս չեմ տվել։ Չէ, սոված եմ, ինչ կտակ ուտելու։ Չէ։ Պարոն գնդապետ, թույլ տվեք մի հայտարարություն անել։ Արա Նարեկ։ Եթե այս աղջիկ ամուսնացած է, նշանված, կամ անիմաստ սիրահարված ինչ-որ մեկին, ես հենց հիմա պատրաստ եմ ծախականջես կտրել Վան Գոգի նման։ Նարեկ, դու անասուն ես։ Պարոն գնդապետ, երբ եք տեսել, որ անասունները սիրահարվեն առաջին հայացքից։ Ես Տարեկն եմ։ Եկեք ժամը գլուխս տարար, մտքից տանեմ։
Տաչկու կամաչ։ Ոնց իմ համար չի, բան համարա։ Էրիկ այլի, մի բավար գրոխը տծում ես պրծում չկա։ Հələ ինձ ասա, մեջ ինչ ես գտել։ Դուք կույր եք, կոմանդոր։ Սիրուն հա։ Մերսի շատ։ Ես քեզ ասել էի, որ Լիզի համար պես ագտնես։ Լավ է։ Դեմա ասել էի։ Լևոն Ալբերտովիչ, հասկանում եք, ախր սերը տենց է։ Օրինակ Վարուժի պապան, որ ինձ առաջին անգամ տեսավ, չէ՞, այդպես էլ ասեց, ուզում եմ դառնալ մեզ հարց։ Տենց էլի։ Ճիշտ էլ արել եք։ Տոմս կգոն ես իմ ես։ Բայց շատ։ Գիտեք, առավոտվանից արդեն պապայում ասում։ Դուք ամուսնուս նկատի ունեք, շատ անչափ։ Ասա։ Պարոն գնդապետ, սպեցնազի հրամանատարը իրավունք չունի առաջնագիծն անցնելու։ Կոմանդոր, պետը իմացավ կաշիտ կքերթի։ Արեք հետո ինչ կլինի կարևոր չի։ Տեղեք հոգնացեք։ Մամոց հետո ինչ դեպրեսիվ։ Իմ ներկայացում կարիք կա։ Եթե ոչ հարցեր չունես, ասնենք գործի։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Մեր առաջադրանքը թշնամու բեսպիլոտիկների բազան ոչնչացնելն է։ Այս հետախուզության վերջին տվյալներն են։ Այս մենք ենք։ Այս Չեզո Գոդինը։ Այս դիրքերը։ Այս էլ նշանակիթը։ Այս մենացման գիծն է։ Առաջադրանքը կատարելուց հետո վերադառնում ենք այս ճանապարհով։ Եթե հնարավոր չի, այս լայն տարբերակը է սա։ Եթե հեսը չի հաջողվում, կորանում ենք թշնամուտի ու հայես կետը։ Ու սպասում ենք մինչև սահմանի հսկողությունը թույլատնի։ Պետք է պատրաստ լինենք 6-ից 8 օր դիմանանք։ Հենց ազդան շանս ստացանք, վերադառնում ենք այս ճանապարհով։ Եթե շարքից դուրս եկա, ենթարկում եք նարեկին։ Մունատ, մնում այստեղ ու մեզ դիմավորում ես։ Հասկացա։ Կարևոր կենաց։ Ես կասեի սուրբ կենաց։ Եկեք խմենք մեր զինվորի կենացը, ով հիմա սահմանն է պահում։ Ու այն, որ մենք ուրախանում ենք, հարսանիքներ ենք անում, հյուրեր ենք ընդունում, մեր քաղաքն ենք ցույց տալիս, մեր Հայաստանն ենք ցույց տալիս։ Այդ ամեն ինչը մեր զինվորի շնորհիվ է։ Մենք մեր ազգը ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում, որովհետև նրանք են մեր ապագա Հայաստանը։ Նրանք ոչ միայն մեր հայրենիքի ապագան են, այլ նաև նրա հենարանը։ Ես միշտ ցավ եմ ապրում, երբ լսում եմ, որ զինվոր է զոհվել։ Մեծ ցավ եմ ապրում։ Եկեք խմենք մեր հայ զինվորի կենացը ու նաև հիշենք Ղարաբաղի պատերազմում կռված մեր տղերքին, ով կյանքը տվեց մեր այս օրվա համար։ Ժողովուրդ ջան, մի շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Շատ թանկ ինձ համար։ Դե ես էլ զինվորական եմ, գիտեք, եղել։ Ու Ղարաբաղի կռվի ժամանակ մեր Աննայի, լեգենդար Տեր Զաքարյանի դուստրի, Քուանշ Արմենի քրոջ, Աննա ջան, իմ համար մեծ պատիվ էր Տեր Զաքարյանների հետ ծառայելը։ Զինվորների կենացը։
Ինչ եղավ։ Ուղղակի տհաճ էր։ Անցյալից մի բարի ու ազնիվ մարդ այսօր դարձել է երկրի ամենագրփող տականքներից մեկը։ Հիշեցի այն օրը, երբ հայտնեց պապայի մասին։ Բոլորին հիշեցի։ Մամային։ Արմենին։ Տիկոյին։ Դու այդպես էլ իմը չդարար։ Լեո, այսօր անձնագրով ու զաքսի վկայականով կսպասեմ քեզ անկողնում։ Չես ասում են, որ միշտ գալուց ասում էիր։ Այդ ինչ ես ասեն, արեք։ Ես ամեն անգամ ասում էի։ Կին եմ ուզում, հենց հիմա, հենց այստեղ։ Բա հիմա ինչի՞ չես ասում։ Պարոն գնդապետ, հաշվի առնելով ձեր հերոսական անցյալը եւ տարիքը, ես ձեզ կպատասխանեմ։ Սիրահարվել եմ։ Ալո։ Բարի առավոտ։ Պարոն Թադևոսյանն է։ Հա, ես եմ։ Ներեցեք այսքան շուտ զանգահարելու համար։ Ես ձեզ երկու օր չէի կարողանում գտնել։ Ձեզ բանկից են անհանգստացնում։ Ես Զարան եմ։ Դուք տան հիպոթեկի տոկոսները չեք վճարել։ Զարա։ Պարզապես ուզում եմ զգուշացնել, եթե մինչև օրվա վերջ չվճարեք, ստիպված կլինենք ձեր գործը հանձնել ԴԱՀԿ։ Նրանք կգույքագրեն ձեր բնակարանը։ Զարա։ Այո, պարոն Թադևոսյան։ Ինչու՞ աղ կարող եք սպասել։ Ներեցեք, բայց ես իմ աշխատանքն եմ կատարում։ Հասկանում եմ, բայց Ներեցեք։ պատասխանի։ Զարանա։ Ինչ Զարա։ Ուզում եմ իմանալ ապարիկ լվացքի մեքենան ոչի փչացել։ Հա Զարա ջան։ Да. Да. По-моему, идеально сидит. Вам нравится? Да. Давайте еще рукав Да, проверим. вроде бы. С длиной все нормально, кажется. Спасибо. Все хорошо. Извините, пожалуйста, я сейчас подойду. Բարև ձեզ, Աննա ջան։ Բարև ձեզ, Նելի ջան։ Նելի ջան, քանի Լևոնը չի բարձրացել, կարող եմ 10 վայրկյանով ձեզ գողանալ։ Իհարկե, իհարկե, իջնեք։ Девушки, простите, пожалуйста, вот мне просто интересно. Вот мне понравился бы этот язык, если бы на нем не говорили такие красивые держи, как вы. Благодарю. Я подойду попозже. Спасибо. Идя, я тебя прошу, не говори, о чем думаешь. Я не знаю, какие извращенные мысли вас посетили, но спасибо за комплимент в любом случае. И, кстати, вам очень идет ваш костюм. Простите, пожалуйста, вы знаете, самая извращенная мысль, которая меня посетила, это приехать в Ереван, чтобы купить себе костюм, когда все остальные люди ездят для этого в Милан. Кстати, а вы о чем подумали? Ни о чем. Хотя да. Это ваш муж, понимаете. Вы ясновидящий. Да, я ясновидящий. Я смотрю в окно и ясно вижу, как вы с мужем выходите из машины. А, понятно. Мне абсолютно наплевать на твое мнение. Ты ее недостоин. Здравствуй. Здорово. Лёв, я с Неркиным. До свидания. До свидания. Пойдем поговорим. Скажи, пожалуйста, а сколько стоит твой бизнес? Только прямо. Прямо? Я тебе могу сказать прямо. Ну, где-нибудь в районе 100 лямов. Тебе столько дают? Угадал? Слушай, вот как мне не стыдно. Сколько лет мы с тобой? И ты ни разу не позвал меня в Ереван. Вот это опера? Опера. Извини. Я был к тебе несправедлив. Знаешь, евреи говорят, даже дорогая вещь может оказаться дешевой. Не подешевее. Просто сегодня сам не продашь, завтра возьмут за так. Я слушаю тебя. Лёва, у тебя проблемы. У тебя реальные проблемы в Москве. Тебе менты на хвост сели, я могу решить их. Я не буду спрашивать,
Откуда ты знаешь? Слушай, это моя работа, я этим деньги заработаю. Мой вопрос, что конкретно? Твои украинские стрелялки лет 10 назад. Сейчас это нехорошо. Чего ты хочешь? Ну как, я хочу быть посредником, чтобы заработать свои 10, свои 5%. Если покупатель соскочит, я тебе сам лично заплачу. Но на 30% меньше. Не слишком? Лёва, я что-то одного не понимаю. У кого проблема? Я тебе помогаю. И потом ты знаешь мой принцип. Պարոն կապիտան, Շանքայից Արիստան ներկայացրել զինվորական երթում ընդունելու համար։ Երթման հնարավորությունը։ Ընկերացները։ Ապելո։ Բարև Լորջան։ Որ ես։ Ապե մարդու չասես թատրոնում փորձի։ Դու թատրոնում փորձի։ Հավանավոր եմ։ Ֆրանսիա անվան թատրոնն է։ Ապե Սենզյանը լրիվ տարել է։ Այդ քաշմարտի մա Պանթեոնում շուրա գալիս։ Այս նոր նանարս Ջուլետա փորձում է։ Հենց չի որ Շեքսպիրի մեջ մասնագետ եմ, բայց այդ պիեսում Ջուլետին չեն բռնաբարում, չէ՞։ Հաստատ չէ։ Այս մանալոգը վերջանում է Ռոմեոն վրա է տալիս ինչ որ մի հատ տղու հետ։ Ռեժիսորը ասում է «Я так вижу»։ Կիևում ես հանդիպում են նշանակել։ Այդ սիրիացի գործընկերդ կհասցնի գա։ Ամեն ինչ օքեյ է, առավոտյան կլինի Կիևում։ Ժամը 7-ին զվարթնց։ Բայց երկս կա։ Ինչի խորապրի։ Սենյոր։ Բրավո, ապրեք, շատ լավ է։ Ես Տիգրան Լևոնի Ամարյանս ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր կերպով երդվում եմ։ Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս, Հայաստանի Հանրապետությանը եւ անուններն չխնայել կյանքս։ Ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին։ Անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքությունը։ Да. Это Толик Левон Альбертович. Толик, завтра ты нужен в Киеве. Понял, буду. Какие инструкции? С нами будет незнакомец. Мне нужно узнать о нем все. Понял. Սաղջիկն ինչ եղավ։ Չկա։ Նարեկ դու անասուն ես։ Լիզ, ես այդ մասին կոմանդորին չեմ խոստովանում, բայց դու պիտի իմանաս։ Այո։ Ստորագրի։ Էդ ի՞նչ է։ Դիմում բողոք ռազմական ոստիկանությանը։ Պահանջը։ Պահանջում եմ Նարեկ Ֆրանգուլյանին պատժել օրենքի ողջ խստությամբ հիմնվելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասի համաձայն եւ ազատ ազարկել նրան 7-ից 10 տարով։ Ստորագրի։ Քանի տարեկան ես։ 21։ 10 տարուց որ դուրս գամ կլինես 31, կամ ուսնանանք, 2 երեխա կունենանք, մեր աղջկանունը կդնենք Սոֆի, կոմանդորի կնոջ պատվին։ Իսկ տղայի անունը Արման։ Չէ, Ֆերնանդո։ Նարեկ, ես ճիշտ է փոլիս չեմ հայտնի, բայց Արմանին հաստատ ասելու եմ։ Դու իմ դաժան մահն ես ցանկանում։ Լիզ, կոմանդորը հրեշ է։ Նա նման է Կարակալե կայսրին։ Դա բավի։ Նրա պաշտոնական անունն է Կեսար Մարկ Ավրելիո Սևեր Անտոնի Օգոստոս։ Վիրավորական մի բառի համար կարող է ամբողջ քաղաքը սրի քաշել։ Նարեկ, դու լուրջ լինում ես։ Նույնիսկ եթե կյանքդ վտանգի մեջ է, էլի կատակ ես անում։ Լիզ, ես չունեմ բնակարան, փող, խելք ու ապագա, բայց սիրահարվել եմ քո մանուշակագույն մազերին ու դեմքիդ երկաթային համակարգին։ Նարեկ, գոնե սիրո խոստովանությունը մի քիչ սիրուն արա։ Լավ։ Այո։ Շատ համոբա, բայց թույլ կտամ ուտես, երբ խոստանաս, որ էլի կհանդիպես հետս։ Կհանդիպեմ։ Կանխավճարը նստել է Կիպրոսի Մանշորին։ Հենց ապրանքը ստանան, քո բաժինը կբերեմ, քեշով։
Լավ Արմանն էր եկել։ 10,000-ը հետ բերեց դարակումը։ Ինչի։ Վիրավորվել է։ Չգիտեմ, բան չասեց։ Սաթենիկ ինչ որոշեց։ Բալիկի հետ էլ կարող է շարունակել ապրել մեր տանը։ Հավատա պիար չի։ Գիտեմ։ Համոզի նրան չանի այդ բանը։ Да. Добрый вечер, это Толик. Удобно сейчас говорить со мной. Есть информация? Да. После встречи он отправился в аэропорт, зарегистрировался на рейс. Мне показалось, вас это заинтересует, я купил билет и полетел вместе с ним. Сейчас я в Баку. Что ты делаешь в Баку? Походу, ваш клиент Римон Альбертович не имеет ничего общего с Сирией. Во всяком случае, у него был азербайджанский паспорт. Я попросил наших друзей из конторы вытащить инфу с рейса и пробить его. Это займет какое-то время, но недолго. Я вам сразу же переправлю. Но много уже очевидно, клиенту встретила машина с номерами Минобороны. Потом я потерял его. Алло, Леон Альбертович, вы слышите меня? Понятно. Буду ждать дальнейших инструкций. Пока. Դուք բան գնդապետ։ Բան գնդապետ, դուք տակ Շաքեն ամերան ներս գա։ Ասա թողը։ Լսում եմ։ Ես դու պատվի չես առնում։ Լուրջ եք ասում ձյաձ Արման։ Պարոն գնդապետ, վերջապես սովորեցիք էլի։ Մաքուր, առանց պատերին քսելու։ Լո։ Կարիմ սես։ Արզես։ Դրի վերևանցի ես դալը։ Դու նրան պատուանից դուրս ես շպրտել։ Հա։ Ոնց աման։ Զինվորա։ Ու։ Ու երթում ատվել։ Խոսքը իմ տղայի մասին Արման։ Հասկացա։ Ասում զինվորա երթում ատվել։ Հետո։ Հետո որ շատեր համար ինչ որ արժեք ունի։ Զինվորներից 30%-ը այդ պատոնը ինչով անցել է։ Արդեն վաղուց կինոյում օգտագործվող ապակի են գնում։ Ասի, էքստրեմալ պայմաններում այդ հատուկ վերաբերմունքը կյանք չի բրկի։ Արի բարձրանք։ Չէ, ուրիշ անգամ։ Բարի գիշեր։ Գումար ինչու չես վերցրել։ Ես դա անկեղծ սրտով եմ տվել։ Չհասկացան չի վերցրել։ Բացատրություն չկա։ Համեցեք։
Բարև ձեզ։ Բարև։ Բարև։ Здравствуйте։ Նստեք ընտրեմ։ Արտակ, եթե դու էլ Ամարյանի փաստաբանի տուտուզն ունենայիր, ես քեզ կրկնակի կվճարեի։ Может, перейдем на русский, чтоб Елена Александровна тоже поняла? Ну да, конечно. Не стоит, я понимаю армянский. Я не знаю, сколько вы получаете, Артак, но меня лично ваша задница вполне устраивает. Перейдем к подписанию? Извините, Елена Александровна. Լևոն, գոնից պետք է զգուշացած լինեիր։ Ներս մտնեի ու ասեի, որ իրավաբանից տոտոզը չքննարկեք։ Սուրճ, սուրճ է։ Մի րոպե։ Ձեր մեջ հայկական արյուն կա, հա? Ոնց չէի իմանում։ Ни капли. Мой папа военный, я родилась в Армении и жила тут до 16 лет. Դուր։ Ստուգել ես, չէ՞ Արտակ։ Լենա, Արտակ, մեզ մենակ թողեք։ Այստեղ ես։ Որտեղ հիմա ես եմ։ Սպասում եմ։ Ինչ է կատարվում, Լևոն։ Բարև։ Կլինիկաներից իրական գնորդ։ Ես ինչ խաղեր են աշուտ։ Պարզ առաջարկ անայիր։ Դուրս անեն։ Բայց ինչի։ Դուրս կորեք եստեղից։ Ոնց գլխի ընկար։ Ինչ տարբերություն ոնց։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, որտեղ եմ սխալվել։ Սա ձերքի աշխատանք է աշուտ։ Երկրորդ նմանը չկա։ Մոտդ բայ։ Բայ մա ինչ ենք անում։ Ես գիտեմ ուր է գնացել ապրանքը։ Գիտեմ ով է գնորդը։ Անունը, ազգանունը, նույնիսկ կոչումը գիտեմ։ Էժան հաճույք չէր, բայց իմացել եմ։ Մենակ հիմար չձևանաս։ Աշուտ, կոմոտկը ոնց են սավադաբիջանցիներից են գտել։ Մենք։ Երևի դու ուզում էիր ասել մենք։ Լավ առաջարկ արեցին ու մենք էլ լավ փողեր աշխատեցինք։ Բիզնես։ Բիզնես։ Տշնամուն զենք ծախելով։ Իրանք լավ գին տվեցին։ Հիմա ես եմ դարձել քո տշնամի, չէ՞։ Բայց կլինիկաների համար ամենաբարձր գինն եմ տալիս։ Շռայլ ես։ Չէ, շռայլ չեմ։ Ուղղակի շունչս կտրվում է։ Հայաստանը նեղ է դարձել ինձ համար։ Արես գործարքն ավարտին հասցնենք ու վերջնանք այս պատմությունը։ Քո չէ։ Ափսոս։ Լավ, չեմ համոզի։ Բայց եթե փոշմանես, զանգի։ Հիմա գնամ քո բաժինը բերեմ։ Մարալիստ։ Աշոտ, հաջան։ Ժամանակի մի։ Դերասանու հետ էի կապվել։ Հրապուրվել էի։ Չես ասում։ Ուրեմն դու սուրբ չես։ Ձեր մեջ ինչ-որ մի ընդհանուր բան կա։ Ու։ Զզվում եմ այն մարդկանցից, ում ճակատին գին ախված։ Շատ խորը մեջբերում էր։ Գնամ քեշը բերեմ։ Նույնիսկ չհասկացար։ Գողի կամակը դեդ քեշը։ Լավ։ Մտքովը չանցն ինձ ծախես։ Դու գիտես ովքեր են խառնված ես գործում։ Գիտեմ։
մի օր էլ չես ապրի։ Եթե Տեսնետարանչյան։ Բարև ծնողներ։ Բարև տիկ ջան։ Այս գիշերոն չես եկել։ 15 րոպեով եմ եկել։ Մի քիչ առաջ հրամանատարն եկավ ու թողեց, որ գամ հաջողանամ։ Մեզ վաղը տանում են առաջին գիծ։ Ոնց է առաջին գիծ ընթանում։ Տենց։ Լավ։ Դոնես մտի։ Լավ։ Ինչ։ Չես ուզում խառնեմ։ Չէ, չեմ ուզում։ Եժվեցիր, առաջին գիծ ընթանում։ Լավ, ամենաշատը ես եմ ուրախանում, որ Տիկոն Զորամասից տուն է գալիս։ Բայց հիմա լավ չհագցնեիր Տիգրանին ֆորման։ Տիգրանին։ Հա։ Տիգրանին։ Շոկ հա, մամա։ Բայց շատ սիրուն է։ Տեսով։ Ինչ է այստեղ։ Հետո բայց դու ինչ ախմախ մարդ դուրս եկար։ Ապեսի կապուտա քո անշած, ու սրած։
Բարև ձեզ։ Սա մեր ջոկատի հին ավանդույթներից է։ Այն հորինել է մեր հրամանատարը, մեր հայրը։ Կյանքի որոշակի հանգամանքներում կարելի ասել նաև մայրը։ Ինչպես նշել է հին չինացի փիլիսոփա, դաոսիզմի հիմնադիր Լաո Ցզին, տիեզերքը ներդաշնակության աղբյուր է։ Դրա համար աշխարհում ամեն ինչ, բուսականությունից սկսած մինչև մարդ, գեղեցիկ է իր բնական վիճակի մեջ։ Լավ ղեկավարը նա է, ով իր ենթականերին հանգիստ է թողնում։ Ինչպես հասկացաք, դա կոմանդորին չի վերաբերում։ Գազ։ Ազատ։ Ազատ։ Վազի մամայի մոտ։ Մենք խնձորեսկում ենք։ Ստեղից ձեր հարազատները կվերադառնան տուն, իսկ դուք կգնաք առաջինքից։ Սա մեր ջոկատի ավանդույթն է։ Որ դուք հասկանաք, որ մեր տները, քաղաքներն ու գյուղերը հեռու չեն։ 25 տարի անցել ու կրվը չի վերջացել։ Գուցե լի 25 տարի անցնի ու ձեզնից մեկը այնտեղում կանգնած նույն բառերը կրկնի։ Եկեք արդարություն չպահանջենք։ Եկեք բոլորի մեր պատմությունը չհիշացնենք։ Բոլորը թքացում են։ Կռիվը կվերջանա մենակ այն ժամանակ, երբ մենք հզոր բանակ ունենանք։ Երբ հասկանանք, որ մեր հույսը մենակ մեր վրա պիտի դնենք։ Երբ տշնամին հասկանա, որ մեր հողից կամազդելով դիակներ ատանել։ Էլի զոհեր կլինեն, էլի մեր ընկերներից կզոհվեն։ Բայց մենք չենք լացում։ Ու կատակներ ենք անում։ Որովհետև մենք հատուկ ջոկատն ենք։ Սպեցնազը։ Դուք միշտ ընդեղ եք, որտեղ դժոխք կնա։ Ու դա ձեր ընտրությունն է։ Մեր ընտրությունը։ Ինձ անվախ հերոսներ պետք չեն։ Ինձ խելոք տղերք են պետք։ Հերոսության համար մեդալը պատիվ է բերում, բայց այն աշխարհից չի վերադարձնում։ Վայել եք այսօր 2 ժամից շարժում ենք։ Բաբայան այդ միսը վառը է, ցուրտ ու Ինչ։ Բայց ես ինչ ես դառել։ Չա վիճակը։ Հիմար, ես ինձ ավելի սիրուն եմ։ Քեզ ով է խապել։ Ով ասել որ սիրուն ես։ Ոնց որ աղբակ հաղորդավարուհի լինես։ Անճաշակ, անուղեղ, անասուն։ Անճաշակը դու ես։ Ուր են վարդագույն մազերդ։ Ուր են դեմքիդ երկաթները։ Ինչ ես դառել։ Նարեկ։ Անգիստ կգնաս տուն։ Դա ոչ բան չպատի։ Քո գաղափարն չի ամենը դիրան տնել։ Եմ գիտես ինձ ինչ ասեց։ Ասեցի թե մեջ դեպքան ուժ ես գտել, որ սովորես իմ տեսում։ Որ աշխատի չսովես։ Որտեղ ինքը զոհվեց իմ փոխարեն։ Ուրեմն ինչ ես իմ այնց էդ ասում։ Չէ, հարցս ճիշտ հասկացի։ Ուրեմն այսօր չեմ մոռացել։
Հանա երեխենս չեմ խանգարի, բայց ինքը թող։ Գնալիք խանուն եմ դատում։ Որ բացից է կրապ։ Տրպնելու։ Չած արա։ Ավտոմատը ստվեք։ Հետ տվեք ավտոմատը։ Ներսություն մի արա։ Հետ տվեք հրամանատար ավտոմատը։ Ահանջում են։ Ատալար հետ քաշի։ Հետ դրա վերաբերում։ Հետ ասում են։ Հրամանատարին խփել են, ինձ օգնություն ապեք։ Լսում եք։ Արցախյան պատերազմի լեգենդը, հայկական սպեցնազի սարսափը, հարկ նրա հիշատակին։ Ինձ էլ սուրսակի, այլանդակ։ Ներում եմ։ Մկրտությունը չնորավոր զինվոր։ Հիմա դու մեր մասնիկն ես։ Հա, ոնց ես։ Կոմանդոր, այս անտերը բռակ է։ Ես անընդհատ գլխիդ էի նշան բռնում, բայց ծուռ էր կպնում։ Եսանը ոնց են։ Սամոն փախավ։ Հայկոն Սերոփը Հակոբը լավ են ապրեն։ Ոնց, մենք սահմանին չենք։ Չետիկ, սամանը հեռու է։ Կոմանդոր, սուրճը։ Մարդին գիտեմ։ Գիտեմ, որ կարան վստահեմ քեզ։ Ինչ ես անում։ Չես հիշում Արմենը կարտերը որտեղ էր պահում։ Այդ 25 տարի է անցել։ Ու ինչ։ Լավ, գտա։ Սա մենք ենք էդ։ Հիմարություններ ես խոսում։ Մենք կանք։ Ադեոսն լսում է։ Հասկացա։ Մտահոգիչ լուրեր հայ-ադրբեջանական սահմանից այս գիշեր Ադրբեջանը բացահայտ հարձակողական գործողություններ է ձեռնարկել շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով, այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։ Բացի առաջնագծում ընթացող մարտերից հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակիչների և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերի։ Առավոտյան ժամը 8-ի դրությամբ տեղի էին ունենում թեժ բախումներ։ Ես ուզում եմ ձեր կողքին մնացել։ Օպա։ Հետո դեմ ցելսեցիք, ինչ տեղան է։ Սպեսնազ այլ։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են վարել բոլոր
գործողություններով հակառակորդին պատճառելով կենթանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի բացի դրանից պաշտպանության բանակի հակաօդանավերը շփոթումների հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրողող ճշնամական մեկ ուղղաթիռ։ Նշեմ նաեւ, որ Լևոնարխ բնակավայրի մատուցներում պաշտպանության բանակի հատուկ նշանակության թուրավորման կողմից հայտնաբերվել ու ոչնչացվել է հակառակորդի։ Նրանք ովքեր գնացել են սահման սելֆի անելու, թե այստեղ եք։ Կամիկացիա, հետ մեր վրա է։ Կամի դուրա կապ։ Իչա կարա։ Ժեյդանից խփին։ Բույցով կեսել մեջ մնաց։ Հեռախոսը դանդիլայի եզով։ Մամ ջան։ Ասա Վարդենից խորոված ենք անում։ Գիտեմ որ Ղարաբաղ կռիվ է։ Մեզ չեն տարել։ Մենք Վարդենից խորոված ենք անում։ Չէ, մեր տղեկից նարներ, կաստրիկ են գցեց։ Լավ դե ցավը տանեմ, կզանգեմ։ Ունակ 20-ին, ունեք։ 20 լսում եմ, խաչինակին։ Գյուղում թուրքեր կան։ 20 հաստատ չգիտեմ, մենք չենք տեսել, բայց ոնց որ կան։ 20 մունատին, ընդունեցի։ Լավ, սպասեք մեզ, կապի վերսի։ Գնում ենք խաչի մոտ։ Բաժանում ենք երկու մասի։ Արեք դու խոսով առաջ եք ընկնում, մենք ձեր հետևից։ Ու հենց որ Ով կա։ Հայ, չկրակեք։ Սերժանտ Պետրոսյան ու սերժանտ Գրիգորյան, Մադաղիսի չհաստից։ Չկրակեք, դուրս եք գալի։ Հետևների շուտ։ Պարոն գնդապետ։ Հարյուր տարի անց է սրանք մնացել։ Яшма, Բաքվի սպեցնազն է։ Պարոն գնդապետ, ոնց իմացա, որ թուրք են, մաքուր հայերեն էին խոսում։ Դալիքը նայեք, սերժանտի ձեն չէր։ Գեղարքունիքի կամավորները ճամբարակի իրենց սահմանում բանակի զգոնության վրա վստահ առավոտից Երևանում էին։ Ղարաբաղ առաջին գնացողները իսկ ազատամարտիկների հոսքն Արցախ շարունակվում է։ Հայցի մանցնել է այսօր մարտարը, որը մեկով մարտերն
Սան դիրքը վերցրին։ Ամեն նորմալ է։ Բայց մի վատ բան ա եղել։ Ինչ եղել արեք։ Հովոն կասկետ ջարդու խորտ արել։ Անասում։ Հիմա պատերազմը իրոք վերջացավ։ Զինադադարը։ Ղարաբաղի ռոմինգը էլի թանկացավ։ Ոչ մի քիչ ասած, որ վրայից կարաս ընդ կա։ Երկս երկարում մնաք չեմ դուսնում, խեղտվում եմ։ Երբեք չես լսել ինձ այն։ Ներքես չես լսել, որ ասում եմ սիրում եմ քեզ։ Здорово. Здравствуй, дорогой. Я подождал снаружи, потому что я же атеист. Давай в сторону отойдем. Прости, пожалуйста. Все нормально? Я сделал то, что обещал. Груз в Азербайджан не доставлен. Всех там арестовали, а сейчас твоего друга принимают. Спасибо. Да, накладные расходы я вычел, а остаток я скину на твой счет. Я благодарен тебе. Останься на обед. Дружка, спасибо. Работа ждут. Ты не одобряешь мой поступок, верно? Я тебя как брата прошу, пожалуйста, найми охрану. Ты в беде. Хотя больше охраны, больше трупов.
Աշխուր ես։ Չէ, ան։ Հիշեցի, թե մեր տղային ոնց ենք ընկում, ես եկեղեց։ Անսատրճ ժամանակը։ Ան առաջ Արմանի նման տղերքը իմ համար ուղղակի հերոս էի։ Հիմա գիտես ինչն է փոխվել։ Այս կրիմներից հետո։ Ես ու իմ նմանները մենք բոլորս նրանց պարտք ենք։ Նոր բանկից էին զանգել։ Հաշվիսորեն ինչ-որ մեծ գումար են նստել։ Քորասն է։ Ես չեմ կարող ընդունել, լավ։ Արման ջան, եթե բացատրություն չունես, թե ինչի համար պետք է հարցնես, ես ունեմ։ Նրա մասին հետո կխոսենք։ Տիկոյի խոսքերն էին։ Անան արարատիվ ունեն։ Բոլորը նրան սիրում են, իսկ նա մերը չէ։ Փոքրիկ Սոֆիին ոչ մեկ չէր նկատում։ Մենակ դու հասկացար թե ով են։ Ո՞ր փողը վերադարձում։ Ո՞ր մեկ։ Ես քո սպաների բոլոր վարկերը փակել եմ։ Նրանք այլևս ոչ մեկին ոչինչ պարտք չեն։ Նրանց լվացքի մեքենաները չեն բռնագրավի։ Արման, ես միշտ փողի համար եմ կյանքս վտանգել։ Այ ուզում եմ հասկանալ։ Դու Նարեկը, քո տղերքը, ինչի մասին եք մտածում, երբ ձեր կյանքը Աստծուց է կախված։ Սոֆի, Մերի, Աննայի, քո, չգիտեմ։ Ատում ես ինձ։ Մի ձևացր։ Ես ու հիմար չեմ։ Սոֆի։ Տարկմանի խնդրում եմ։ Ես քեզ ատում եմ, որովհետև դու ազնիվ չէիր։ Իմ օտիկոյի վերջին հանդիպումն էր 25 տարի առաջ, մեր բակում։ Նա ինձ հարցրեց, երջանիկ էր Անան, երբ ընդունեց իմ առաջարկը։ Անան տիկոյին էր սիրում։ Եթե եղբորդ նման ազնիվ լինեի, հիմա նրանք ուրիշ կյանք ունենային։ Չգիտեմ լավ թե վատ, բայց ուրիշ։ Չգիտեմ իմ կյանքը ոնց կդասավորվեր, եթե այդ ամենը հասցնեի տիկոյին ասել։ Ինչ փորձանքի մեջ ես ընկել։ Ուղղակի երբ դադարում ես մարտիներս պարտադիր չի որ շակալ դառնաս։ Ինչ ես իմ ասում։ Գիտես պապդ ինչ էր ասում քո մասին։ Ինձ մի օր տիկոն ասեց։ Էդ նրան է որ կյանք ուզում է կոտրել, բայց նա ժպտում է։ Նրան է գրողը տանի որ խղճում են, բայց նա իրեն չի խղճում։ Այն նա չի վախենում ապրել։ Հիմա ես չեմ վախենում, փոքրիկ Սոֆի։ Լավ էր, որ այս խոսակցությունը այստեղ եղավ, ու դու լսեցիր։ Լավ։ Ես հիմա եմ քեզ սիրում։ Դու երբեք չես լսել իմ ձայնը։ Դու չես լսել։ Դու չես լսել։
Ինչպես եմ քեզ ասում։ Քեզ սիրում եմ։